Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ բոլոր հայերին, անկախ այն բանից Հայաստանում են բնակվում, արտերկրում, աշխարհի որ ծայրում են ուզում լինի։ Նախ ներկայանամ Յուրի Հովհաննիսյան, մոտ 30 տարի է բնակվում եմ արտերկրում, Ռուսաստանի Ֆեդերացիայում։ Նախ ասեմ, շատերը կարող են մտածել ինչ լավ է, ձայնը տակտեղից է գալիս, դու հեռու ես, բայց ասեմ այս 30 տարի ընթացքում միշտ ապրել եմ այն կյանքով, որ միջով անցել է մեր ժողովուրդը, հետևել եմ ամեն մի նորություններին, սիրտս հաստատապես ցավել է բոլոր երևույթների համար, որ այսօր տանջում է ամբողջայությանը։ Նախ փոքր ինչ պատմեմ, ինչու եւ ինչպես հայտնվեցի արտերկրում։ Ես դեռ ուսանող էի 87 թվականից սկսած, իմ ուսանողական տարիներն էր, որ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ասեմ, որ շատ ակտիվ ուսանող էի, առաջընթաց, գերազանցիկ, հանդիսանում էի կուրսի ավագ, այ ուսանողության դաշինքի անդամ էի, և ընդ որում Ղարաբաղ կոմիտեի անդամներից շատերը, որոնք հետագայում դարձան մեր հանրապետության ղեկավարները, իմ մոտիկ անձնական դասախոսներ են, որոնց հետ մենք հանդիպում ենք ոչ միայն լսաներում, դասախոսների ընթացքում և քննությունների ժամանակ, այլ նաև շարժման հետ կապված հարցերում։ Բաբկեն Արաքցյանը, եթե հիշում եք, մեր ազգային ժողովի առաջին նախագահը, Վազգեն Մանուկյանը, դարձավ վարչապետ, Ֆելիքս Մամիկոյանը, մեր առաջին դեսպանը Մոսկվայում։ Դրանք բոլորը համալսարանի մեր ֆակուլտետի անմիջապես մեր դասախոսներն էին։ Դե շարժումը երբ սկսվեց, երիտասարդ էինք, ռոմանտիկայով լեցուն, մեր մեջ տիրում էր արդարամիջության զգացումը, որ պետք է ինչ-որ մի բան փոխել, և գլխապտույտ այո նետվեցինք այդ շարժման մեջ։ Ամեն ինչ ազնիվ էր և ամեն ինչ այդ պահին երբ սկսվեց ամբողջ այս մեր հայկական ամբողջ կարելի ասել ողբերգությունը, կախված Ղարաբաղյան այդ շարժման հետ։ Ինքս էլ մասնակցել եմ նստացույցերին, մեր օպերայի հրապարակում։ Ես հիշում եմ նստացույցերի ժամանակ Խաչիկ Ստամբոլցյանի վրանը ամեն 1 մետր էր ինձնից այն կողմ, շատ էինք շփվում։ Պաստաների վրա միշտ գրած էր, հիշում եմ նրա առաջին լոզունգները, որ Նայիրիտը պետք է փակենք, Նայիրիտը մեր ազգի չարիքն է, մեր կանայք չբրեն Նայիրիտի երեսից, Հատոմակայանը պետք է փակվել, դա վտանգ է մեր ազգի համար, և այլն և այլն։ Փակեցինք։ Մինչև որ եկան իշխանության, կազմվեց առաջին մեր ազգային ժողովը, Բաբկեն Արաքցյանը դարձավ նախագահ, և հիշում եմ հենց առաջին ելույթները Խաչիկ Ստամբոլցյանի նույն ինքը, և նրա լոզունգները 180 աստիճան փոխվեցին։ Երբ նա ամբիոնից ելույթ էր ունենում, որ Նայիրիտը պետք է բացել, Նայիրիտը դա անհրաժեշտություն է, առանց Հատոմակայանի մենք այս ճգնաժամը չենք հաղթահարել, Հատոմակայանը նույնպես պետք է բացել։ Դու ինչպես իրենք են խոստանում, դրանք պետք է իշխանությունը կործանելու համար և նոր իշխանություն գալու համար, իրենց այդ թեզերը, այդ լոզունգները։ Եվ այդ այնից ես հասկացա, որ քաղաքականությունը և ազնվությունը ոչ մի ընդհանուր բան չունեն մեկը մյուսի հետ։ Ընդհանրապես, երբ որ նայում ենք դեմոկրատիայի սկսած հին Հռոմի առաջին սենատի գոյությունից հետո, երբ առաջ եկան առաջին լոզունգները եղբայրություն, հավասարություն, արդարություն, միշտ էլ այդ լոզունգները օգտագործվել են մասսաներին, ժողովրդին ղեկավարելու, ուղղորդելու համար։ Իրականում քաղաքականությունը նման գաղափարներից շատ հեռու է, և երբեք նման գաղափարները կյանքի կոչելու համար չի, որ ստեղծված է և առաջ է գալիս։ Ամբողջ բանը միայն իշխանությունը փոխելու և իշխանության գալու մեջ է։ Չնայած անձնական ծանոթությունը մեր այդ նորաթուխ ղեկավարների հետ,
ես մեծ հիասթափություն ապրեցի, կարող է գնալ նրանց մոտ, ինչ-որ պորտֆելներ, ինչ-որ պաշտոններ ստանալ, կար այդ կապը, բայց ոչ, ես գադասեցի վերադառնալ իմ ծննդավայրը, մեր լեռնային շրջանը, եւ այնտեղ աշխատել ուղղակի ուսուցիչ, մաթեմատիկայի ուսուցիչ։ Ասեն որ սիրում է այդ գործը, կարելի ասել հաջողակ է այդ գործում, որտեղ զգացել է եւ աշակերտների հարգանքը, եւ կոլեկտիվի։ Ինձ ընդունեց մի կոլեկտիվ, եւ ես ընդամենը 22 տարեկան անփորձ երիտասարդ էի։ Այնտեղ աշխատում էին 3 սերունդի, կարելի ասել ուսուցիչներ, կային իմ մասնակիցներ, կային մարդիկ, որ ինձ էին դասավանդել, եւ կային մարդիկ, որոնք դասավանդել են անգամ իմ ծնողին։ Եվ մերվեց այդ կոլեկտիվին։ Ասեմ դա այն ցուրտ, մութ, սառը ժամանակներն էին, երբ չկար վառելիք, չկար լույս, չկար հաց, հաց կոչվածը, որ ինչ-որ թեփ մեզ տալիս էին տարոներով, կտրոներով 250 գրամ մեկ շնչին։ Բայց դա չէր պատճառը, որ ես երկրից հեռացա, աշխատում ենք, ես անգամ երբեմն կարոտում եմ անգամ այդ օրերին։ Ասեմ, որ աշխատավարձը նույնպես ծիծաղելի էր, իմ աշխատավարձը առաջին հիշում եմ, հերիքում էր ընդամենը 6 լիտր բենզինի, երբ բենզինը անգամ նույնպես վաճառում էին լիտրերով, ինչպես անմական ջուրը, լիտրանոց բանկաներով, եւ աշխատում ենք այդ պայմաններում։ Ասեմ, որ ընտանիքի անդամները իմ բոլոր արդեն Ռուսաստանում էին, հայրս, մայրս, եղբայրներս, ես դեմ էի Ռուսաստան թափեց գնալուն, երկրից դուրս գալուն, աշխատում եմ այդ պայմաններում, բայց դրանք այն տարիներն են, երբ երկրում ստեց ձևավորվել անարխիան։ Երբ տեսանք ինչ բան է ՀԱԲ-ը, հայոց ազգային բանակը, ինչ բան է ՀՀՇ-ն, դրանից հետո եկան քոչարանական տարիները, կարելի ասել այդ ճորտատիրական կարգերը հաստատվեցին երկրում, երբ ազատ շնչելը արդեն հնարավոր չէր, ազատ մտածող մարդկանց համար, այդ տարիներն էր, որ կորցրեցի հարազատ եղբորս, որը հայոց ազգային բանակի սպա էր, զինվոր չէր, սպա էր, որ նույնպես բարձրագույն ավարտելուց հետո վերադարձավ եւ խաղաղ պայմաններում ծառայում էր հայոց ազգային բանակում, եւ որին սպանեցին իր հարազատ եղբոր հարսանիքի օրը, եւ նա չկարողացավ անգամ այդ օրը գալ ներկայացնել հարսանիքին։ Սպանեցին յուրայիները, կարելի ասել։ Զինվորական ղեկավարությունը մենք հետագայում իմացանք, քանի որ ուրիշ բարեկամներ ունենք այդ զորամասում աշխատող, ծառայող, որ այդ օրերին ստուգումներ են եկել զորամաս, ստուգում էին վառելիքի, դիզվառելիքի մխսումները։ Եղբայրս հրամանատար էր այն ժամանակ կային Ուրալ 66-ի թափքի բազայի վրա связи, ռադիոռելային տրապասվենի связ ուղղորդող այդ մեքաները, ռադիոստանցիաները եւ նա դրանց հրամանատարն էր։ Եվ նա պետք է օրական 60-ից 100 լիտր վառելիք ստանար այդ մեքաների աշխատանակությունը պահելու համար։ Իհարկե խաղաղ պայմաններում նրանց ոչ մեկ այդ վառելիքը չէր տալիս։ Վիրեներում դա արդեն հոսում էր այլ ուղղությամբ։ Եվ հավանական դա էր այդ սպանության պատճառը։ Բայց ինչ որ է։ Ամբողջ գյուղը կանգնեց, կարելի ասել, դուրս եկավ, ճանապարհները փակեցին, եղավ բունտ։ Ուզում էին, որ անպայման գտնեն եւ պատժեն մեղավորներին։ Զորամասի հրամանատարը, որը Սերժ Սարգսյանի, որ այդ ժամանակ հանդիսանում էր մեր զինվորական նախարարը, ինչ որ բարեկամներից մեկն էր, քեռու տղա, մորքուի տղա, չեմ հիշում, որը գնացել էր գյուղը ժողովրդին հանգստացնելու համար եւ ժողովուրդը նրան մեկ օրով պատանդ էին վեկալել, որպեսզի նա կարողանա այդ հարցը լուծել։ Եվ Սերժը հրամանագիր էր տվել, որը նույնպես ինձ պատմեց իմ բարեկամներից մեկը, որը աշխատում էր այդ կապի վրա, որ եթե 24 ժամ ընթացքում իր բարեկամին բաց չթողնեն, այդ գյուղը քարտեզի վրայից պետք է ուղղակի վերացնել եւ ամբողջ ժամասը ուղղել գյուղի դեմ։ Ինչ որ է, եկան ժողովրդին, որին վախեցրին, որին խաբեցին, որին համոզեցին։ Թաղումը կազմակերպեցին եւ խոստովեցին, որ գտնեն մեղավորներին մինչեւ 40 օրը։
Իսկ 40 օր հետո ասեմ, որ այդ ժամանակ զինվորական ոստիկանության Սևանի բաժնի այդ գործը տանողը Վովա Գասպարյան կոչեցյալն էր, որ հետո դարձավ մեր մինիստրը։ Իսկ մեր այս բոլորին շատ ծանոթ դոկ կոչեցյալ Վարդան Ղուկասյանը նրա ձեռքի տակ աշխատող քննիչներից էր։ Կարելի ասել այդ սիստեմի ինչ որ վինտիկը կամ ինչ որ մեկի շպունտիկը, չեմ կարող ասել, բայց դա էր այդ սիստեմը։ Գործը փակեցին որպես ինքնասպանություն, այսինքն մարդը իր եղբոր հարսանիքի օրը, չգիտեմ ինչու ինչ որ միտեղ կտրել է իր ձեռքի երակները, հետո 8 կիլոմետր գնացել է անտառում, ինքը իրան ծառից կապել է, որ քանի որ դիակը գտան անտառում ծառից ոչ թե կախտված, այլ ուղղակի կապած իր գոտիով։ Եվ գործը փակեցին որպես ինքնասպանություն։ Եվ նման պայմաններում մնալ երկրում, ինչ որ հուսալ արդարություն, երբ դու պաշտպանված չես զգում ոչ քո ընտանիքի ոչ մի անդամը, ոչ կինդ, երեխադ, հայրդ, մայրդ, բարեկամդ, անհնար էր մնալ արդեն երկրում։ Եվ ես դուրս եկա։ Եվ 30 տարի այո գտնվում եմ, կարելի ասել, օտարության մեջ։ Հիմա հետևում եմ Հայաստանում կատարող իրադարձություններին, նայում եմ Գյումրում այս վերջերս տեղ ունեցած ընտրություններին եւ նախընտրական լոզունգներին եւ հետընտրական պայքարի այս արդյունքներին կարելի ասել։ Եվ ինչ եմ նկատում։ Կային իհարկե տարբեր ուժեր, որոնք մասնակցում էին։ Եվ արդյունքում ինչ է ստացվում, որ հետ է գալու ինչ որ Վարդան Ղուկասյան կոչված հին ուժը, որը Գյումրի ժողովուրդը երկու շրջան կարելի ասել կառավարել, տեսել են ինչպես նա կառավարել, քոչարական ժնագից սկսած ժամանականացած, որը Կամերոնի նման փոխում էր իր գույները ամեն մի հերթափոխի ժամանակ, երբ անգամ Նիկոլի գալած ժամանակը նա ձեռք էր բարձրացնում մերժել Սերժին լոզունգով քայլում էր Լեննականի փողոցներով։ Այդ նույն Ղուկասյանը, քանի որ հիմա գործող իշխանությունը նրա դեմ վարել է քրեական գործել, ուզում է գտնել, այսպես ասած, նրա այդ աման են կոչում, լապամանը, հացի ամանը, շնայց հացի տաշտ գաղափարը, դա սուրբ գաղափար է, մենք ունեցել ենք հացի տաշտ, երբեք նրա շուրջ զվարթոց չի եղել։ Մենք այդ տաշտից միշտ հացը բաժանել ենք մեր ցանկացած դուռը բացող ցանկացած մարդու։ Եվ քանի որ այդ տաշտի շուրջը չենք տեսնում երթվյալ բուսակերների, կարելի է փոխել, ուրիշ տերմին օգտագործել։ Ասենք մանգալ, ասենք խաշլամի կաթսա, նման մի բան է, չգիտեմ։ Եվ քանի որ նման Վարդան Ղուկասյանին կպտում են արդեն ասած նրա այդ ամանին, նրա այդ թալանածը ուզում են հետ տանեն, նրա վրա բացել են գործեր քրեական, եւ նա ինքն էլ խոստովանում է, որ ինքը չէր գալ իշխանություն, եթե չկպնեին իրան, եթե այդ արդյունքից չանեին, քանի որ կպել են նրա այսպես ասած հացին։ Իսկ հիշում եք աշխուհական այն երկիտողերը ազգից պատվիս ու հացից մի դիպչիր։ Դրանք այն գաղափարներ են, որոնք միշտ էլ մեր ժողովուրդը պաշտպանել է։ Եվ հիմա հասկանում եմ, անգամ այդ Վարդան Ղուկասյան կոչեցյալին, թե ինչու են երել ոտի, ինչի համար է պայքարում, քանի որ ուզում են գտնել նրա հացի ամանին։ Չեմ կարծում, որ նրա մյուս այդ գաղափարները հայ քրիստոնյա, ազգասեր, սերը իր Գյումրի նկատմամբ շատ է եղել։ Բոլոր գյումրեցիները եւ դա գիտեն, ովքեր նրա ղեկավարման շրջաններին այդ ամենը տեսել են։ Ճիշտ է, նա հավաքել է ինչ որ, եթե վերցնենք բոլոր քվեարկատուն ունեցողների տոկոսը, ինչ որ 9-10%, մասնակցողների ինչ որ մինչև 20 ձայները։ Իհարկե 10% աջակիցներ ցանկացած ղեկավար կարող է ունենալ, քանի որ նա ունեցել է ապարատ, ենթասիստեմ, հարազատներ, բարեկամներ, խնամիներ, եւ հավաքել 10%-ը դա դժվար բան չի։ Բայց մնացած ուժերը, որոնք մասնակցում էին, եւ չեմ կարծում, որոնք բոլորն էլ աջակցում էին Վարդան Ղուկասյանին, այսօր պատրաստ են իրենց ձայները տալու այդ նույն Վարդան Ղուկասյան կոչեցյալին։ Եվ նույնիսկ լոզունգ է առաջ եկել հանուն։ Ես նայում եմ, փակակ ձերի բացած չի։ Հանուն ինչի։ Հանուն սիրո,
Անուն հայրենիքի, անուն ինչի։ Ես հասկանում եմ, ցավալի է, որ հանուն ատելություն։ Բոլոր այդ ուժերը հազարաչափ ատում են գործող իշխանությանը, ատում են Նիկոլին, ատում են ԿՊ-ին։ Ես չեմ պաշտպանում նաև նրանց։ Ես ընդհանրապես ունեմ մի գաղափար, դա ձևավորվեց իմ սակնդանից հետո, որ ազնիվ մարդը, մաքուր մարդը պետք է քաղաքականությունից շատ հեռու լինի։ Անհնար է ազնիվ գաղափարներով մնալ քաղաքականության մեջ։ Եթե դու մաքուր ես, քեզ կամ փչանալու ես ինքդ, կամ քեզ փչացնելու են այդ համակարգում, կամ դա վերջանալու է ինքնալուծարմամբ, ինքնահեռացմամբ։ Քանի որ քաղաքականությունը, քաղաքական թեզերը եւ ազնվությունը ոչ մի ընդհանուր բաներ չունեն միմյանց հետ։ Այո, ինտելիգենտ հայը, ինտելիգենտապես մտավորական մարդը պետք է կարողանա լինել ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի կողքին, այլ միշտ ժողովրդի կողքին։ Նա պետք է կարողանա ուղղակի լուսաբանել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ ընտրություն կատարի։ Ընդ որում դա պետք է արվի առանց ատելության թեզի։ Իսկ այսօր ես տեսնում եմ միայն ատելություն, այսինքն մարդկանց խմբավորում են, նույնիսկ այն մարդիկ, որոնք ունեն անձնական թշնամություն մեկը մյուսի հանդեպ, ունեցել են, կարող են միավորվել հանուն ինչ-որ ատելության։ Վատ գաղափար է։ Վատ բան է այդ ատելություն կոչվածը, անկախ այն բանից, ում հանդեպ է այն։ Ատելությունը դա միայն քանդող ուժ է։ Դա խորտակում է մեզ ներսից։ Ավելի շատ ատողին, քան այն օբյեկտին, ում մենք ատում ենք։ Ես տեսել եմ նաև կորուստ այս 44 օրվա պատերազմի ընթացքում, երբ եղբորս միակ որդին, որը ժամկետային ծառայող էր այդ պատերազմի օրերին, զոհվեց Արցախում Ազեր դիպկարի հարվածից։ Տան միակ սույնը, հիմա ես չգիտեմ, ում պետք է մենք ատենք, այդ թուրք Ազեր դիպկահարին, նրա ղեկավար Ալիևին, Էրդողանին, թե մեր դաշնակից կոչված այդ պետության ղեկավարին, որի հանցավոր համաձայնության, գուցե եւ աջակցության շնորհիվ այս ամեն ինչը կատարվեց։ Մեր ապիկար ղեկավարությանը պետք է ատենք, որ ունեցանք այդ 5000 զոհը։ Նախկիներին պետք է ատենք, որի 30 տարի կարող են այդ հարցը լուծել, չլուծեցին, չգիտեմ, ընկել էին Ալան Թալանի եւ ինչի հետևից։ Ում պետք է ատենք։ Այն հարևանին, որ այդ բոթը բերեց, եղբորը, բարեկամին, հարազատին, որոնք կարելի ասել այդ դժվար պահին չգտնվեցին քո կողքին։ Թե ատենք բոլորին։ Չգիտեմ։ Այդ ատելությունը կործանում է մեզ։ Իմ կարծիքով պետք չի ատել ոչ մեկի։ Պետք է քարոզել սեր, միաբանություն։ Եթե քո իշխանությունը այսօր ապիկար է, նույնիսկ լինել այո նրա կողքին, լուսաբանել նրա սխալները, բայց ոչ քանդել։ Պետք չէ ցնցել այն նավակը, որը գտնվում է փոթորիկի մեջ։ Պետք չէ ցնցել այն տան սյունը։ Անգամ գյումրեցի մարդիկ, որոնք տեսել են երկրաշարժը, ժաշկ կոչվածը։ Միթե փլատակների տակ մնացին հայրենասերներ եւ ոչ հայրենասերները, ազնիվները եւ ոչ ազնիվները, մանուկները եւ ալեհերները, բոլորը հավասար, կործանման դեպքում կործանում են բոլորը։ Իսկ ատելությունը այդ կործանող ուժն է։ Ժողովուրդ ջան, եղեք միաբան։ Հանենք մեր միջից այդ ատելություն բառը։ Ատելությունը քանդում է Հայաստանը։ Շարունակենք։